Մի պահ փակիր աչքերդ։ Խոր շունչ քաշիր։ Հիմա բացիր աչքերդ եւ լսիր ուշադիր։ Սա պատահական չէ։ Եթե դու սեղմել ես նվագարկել այս տեսանյութը, նշանակում է երկինքն որոշել է հասնել քեզ հենց հիմա։ Սա քո ժամանակն է։ Եվ ոչ, դու ուշ չես եկել։ Դու ժամանել ես ճիշտ Աստծո ժամանակին։ Հաճախ մեզ բաղական է լուռ հաստատումը, որ մենք մենակ չենք։ Սա քո պատկամն է, որ դու կլսես հիմա, կարող է փոխել քո առաջիկա մի քանի օրերի ընթացքը։ Գուցե նաև ողջ կյանքդ։ Լացը կարող է տևել գիշերը, բայց ուրախությունը գալիս է առավոտյան։ Սաղմոս 35։ Եվ եթե այս տեսանյութը դիպչի քո սրտին, իսկ ես գիտեմ, որ այդպես է լինելու, բաժանորդագրվիր ալիքին հենց հիմա եւ ակտիվացրու զանգը։ Այստեղ դատարկ խոսքեր չկան։ Լսիր ցուցումները։ Եվ եթե ցանկանում ես աջակցել ճշմարտության եւ հավատի տարածման նպատակին, դարձիր անդամ։ Քո աջակցությունը շատ ավելի հեռու է գնում։ Իսկ հիմա ուշադրություն դարձրու վերջին մասին, որովհետև տեսանյութի կեսում ես կբացահայտեմ քեզ, թե ինչու այնինչ թվում էր ուշացում, իրականում եղել է աստվածային պատրաստություն։ Դու չես ուզենա բաց թողնել սա։ Գնանք միասին։ Դու այստեղ պատահական չես։ Հիմա կապթելու քեզ հետ կա նպատակ։ Դու սեղմել ես նվագարկել հետաքրքրությունից, կամ գուցե նույնիսկ չես կարող բացատրել, թե ինչու։ Բայց պետք է հասկանալ, որ սա ձախողում կամ պատահականություն չէ։ Սա ուղղորդում էր։ Կամ պահեր, երբ երկինքը խոնարհվում է շշնջալու մարդկային սրտին։ Եվ սա այդպիսի պահերից մեկն է։ Եթե դու լսում ես սա հենց հիմա, նշանակում է քո մեջ ինչ-որ բան պետք է ակտիվանա։ Եվ Աստված ընտրել է հենց այս պահը հիշեցնելու քեզ։ Քեզ տեսել են։ Քանի անգամ ես փնտրել նշան, հրում, հաստատում։ Ահա այն։ Սա լուռ պատասխանն է, որ փնտրում էր քո հոգին խառնաշփոթի մեջ։ Մի անտեսիր այս պահը։ Սա զուր չի կրկնվում։ Ինչպես գրված է, ամեն ինչի համար ժամանակ կա, եւ յուրաքանչյուր նպատակի համար երկնքի տակ։ Ժողովրդավար 3:1։ Սա քո ժամանակն է։ Մինչ դու մտածում էիր, որ պարզապես նայում ես հերթական տեսանյութին, հոգևոր աշխարհը շարժվում էր։ Աստված նշանակել է հանդիպում քեզ հետ այստեղ։ Նա գործում է ոչ աղմուկով, այլ նպատակաուղված։ Նա ընդհատում է ընթացքը, նպատակները համապատասխանեցնելու համար։ Այս ընդհատումը քո օրվա մեջ անվանում ունի՝ աստվածային միջամտություն։ Գուցե դու լսել ես նման պատկամներ, բայց ուշադրություն դարձրու։ Այնինչ այրում է կրծքիդ մեջ, հիմա այլ է։ Որովհետև սա անցողիկ զգացում չէ։ Սա ճշմարտություն է, որ արձագանքում է հոգու խորքում։ Այնինչ դու զգում ես, Աստծո ներկայությունն է, որը կործանում է կասկածների աղմուկը։ Հանգստացնում է քո մտքերը եւ վերակենդանացնում է այն, ինչ հեռանում էր։ Սա պարզապես խոսք չէ քեզ դիպչելու համար։ Սա խոսք է քեզ դիրքի մեջ դնելու համար։ Այսուհետ դու այլևս չես քայլում կորած։ Դու քայլում ես հիշելով, որ ամբողջ երկինքը հետաքրքրված է քո պատմությամբ։ Կա Աստված, ով ընտրում է գործել ճիշտ ժամանակին։ Եվ այդ ժամանակը եկել է։ Այսպիսով կանգ առա, շնչիր եւ հանգիստ ձայնով ասա. Ես ընդունում եմ Աստծո ժամանակը ինձ համար։ Այս բարձ արտահայտությունը կարող է կարգավորել քո միտքը ավելի մեծ պլանի վրա։ Հայտարարիր, ակտիվացրու քո հավատը խոսքերով։ Դու ոչ միայն նայում ես, քեզ կանչում են։ Երկրորդ, Աստված չի մոռացել քեզ։ Նա տեսել է այն արդյունքները, որոնք ոչ ոք չի տեսել։ Դու լուռ ես պահել ցավը եւ շարունակել։ Նա լաց է եղել մութ գիշերներին, երբ ոչ ոք չի նկատել։ Դրսից շփտում էիր, բայց ներսում հավաքել էիր հոգնածություն, հիասթափություն, կասկածներ։ Եվ նույնիսկ այն օրերին, երբ ամեն ինչ անիմաստ էր թվում, քեզ անտեսում էին։ Աստված դա տեսել է։ Նա ոչ միայն տեսել է, այլև նրան հոգ էր տանում։ Երբևէ մտածել ես, արդյոք քո աղոթքները լսվել են։ Արդյոք այդ խլացված շշնջոցը բարձրացել է դեպի երկինք։ Պատասխանը այո։ Ես ուշադիր նայել եմ իմ ժողովրդի տառապանքներին եւ լսել եմ նրանց աղաղակը։ Ելք 3:7։ Սա պարզապես աստվածաշնչյան հիշողություն չէ, սա հոգևոր իրականություն է քո մասին։ Մինչ դու մտածում էիր, որ մենակ ես, Հայրը հավաքել է յուրաքանչյուր արդյունք։ Յուրաքանչյուրն ունի իր անունը։ Մի սխալվիր։ Աստված չափում է քեզ ոչ թե նրանով, թե որքան ես ցույց տալիս ուրիշներին, այլ նրանով, թե որքան ես դիմակայել նույնիսկ առանց լսարանի։ Դու չես ընկել նույնիսկ այն ժամանակ, երբ զգում էիր, որ այլևս չես կարող շարունակել։
Սա աննկատ չի մնացել։ Լուր պայքարում կա պատիվ, կա իմաստ, շարունակել նույնիսկ առանց ուժի։ Եվ հենց դրա համար Աստված ընտրել է գտնել քեզ հիմա, այս պահին, որպեսի հիշեցնի քեզ չեն լքել եւ չեն մոռացել։ Կան հրեշտակներ, որոնք պահպանել են քեզ այն օրերին, որոնք կարող էին ոչնչացնել քեզ, բայց դու այստեղ ես, եւ քո այստեղ լինելը արդեն ապացուցում է, որ քո կյանքում կա ինչ-որ բան ավելի մեծ։ Դու հաղթահարել ես ցավեր, որոնց մասին ուրիշները չգիտեին։ Դու կրել ես ծանրություններ, որոնք ոչ ոք չի նկատել, բայց երկինքը դա տեսել է։ Երկինքը ուշադրություն է դարձրել, եւ հիմա երկինքը պատասխանում է։ Այսպիսով դադարեցրու չափից շատ պահանջել քեզնից, դադարեցրու հավատալ, որ քեզ հետ են թողել, պատասխանը եկել է, եւ ամեն ինչ սկսում է այս վստահությունից. Աստված չի մոռացել քեզ։ 3. Երբ ամեն ինչ լուռ էր թվում, երկինքը գործում էր գաղտնի։ Աստծո լռությունը մերժում չէ, դա ռազմավարություն է։ Այն օրերին, երբ ամեն ինչ լուռ էր թվում, երբ աղոթքը պատասխան չուներ, երբ ժամանակը սառած էր թվում, հենց այնտեղ էին տեղի ունենում ամենամեծ հոգևոր շարժումները։ Երկինքը անկենդան չէր, այն պատրաստում էր հողը։ Հենց լռության մեջ Աստված ցանում է ամենախորը սերմերը։ Ֆերմերը չի գոռում, որպեսի սերմը աճի, նա համբերատար սպասում է, իմանալով, որ ճիշտ ժամանակին այն կծաղկի։ Հանգստացեք եւ իմացեք, որ ես եմ Աստված։ Սաղմոս 46:10։ Այդ անշարժությունը, որ անհանգստացնում էր քեզ, իրականում սովորեցնում էր վստահել առանց երաշխիքների։ Թեև դու մտածում էիր, որ Աստված կողք է քաշվել, նա ավելի մոտ էր, քան երբևէ, կազմակերպելով հետին պլանում ամեն ինչ։ Գիտես այն իրավիճակները, որոնք թվում էին կանգնած, դրանք հետընթացք էին, դրանք պաշտպանում էին քեզ։ Աստված թաքցրել է քեզ այն դռներից, որոնք թվում էին օրհնություն, բայց իրականում թակարդներ էին։ Դու աղոթել ես պարզության համար, բայց ստացել ես լռություն, եւ դա շփոթեցրել է քեզ։ Բայց հիմա դու հասկանում ես, դա պաշտպանություն էր։ Դա հայրն էր, որ ասում էր սպասիր եւս մի փոքր, որովհետեւ կային բաներ, որ պետք է հասունանային, այդ թվում քո ներսում։ Եվ նա երբեք չի սպասում, երբ գիտի, որ դու կարող ես դիմանալ դրան։ Կան պահեր, երբ աղմուկի բացակայությունը հենց այն տարածքն է, որ պետք է լսել կարևոր բան։ Դու լսել ես լռությունը, բայց հիմա լսում ես ձայնը։ Դու տեսել ես ուշացումը, բայց հիմա տեսնում ես նպատակը։ Երկինքը երբեք չի կանգ առել։ Նա պարզապես գործում էր ավելի բարձր մաքրությամբ, քան կարող էին տեսնել քո աչքերը։ Եվ հիմա, երբ ամեն ինչ սկսում է հավաքվել, դու հասկանում ես, Աստված միշտ աշխատել է քո օգտին։ 4. Սպասումը պատիժ չէր, այլ պատրաստություն ավելի մեծ բանի համար։ Երբևէ զգացել ես, որ ուշացումը պատիժ է։ Կարծես թե ամեն ինչ կարող էր սխալ գնալ։ Գուցե մտածել ես, որ ինչ-որ բան սխալ ես արել, բայց հիմա ընդունիր այս ճշմարտությունը։ Քեզ չեն պատժել, քեզ պատրաստել են։ Սպասումը Աստծո մերժում չէր։ Դա վահան էր առաջիկա բանի համար։ Կա ժամանակ խոստման եւ կատարման միջև, եւ այդ տարածքում կերպարը հղկվում է։ Հավատը հաստատվում է, իսկ եսը կոտրվում է։ Սա պատիժ չէ, սա կոփում է։ Մենք գիտենք, որ ամեն ինչ համագործակցում է բարու համար նրանց, ովքեր սիրում են Աստծուն։ Հռոմեացիներ 8:28։ Նույնիսկ լռությունը, նույնիսկ սպասումը, նույնիսկ այն, ինչ վիրավորել է, ամեն ինչ ունի պատճառ։ Աստված գիտեր, թե ինչ է պետք քեզ, նախքան դու հարցնես։ Եվ նա գիտեր, որ եթե դա այն, ինչ դու ուզում ես, սխալ ժամանակին, դա կարող է ոչնչացնել քեզ։ Ահա թե ինչու նա պահեց այն սիրո համար, որովհետև նա չի տալիս պարզապես պարգևներ, նա ազատում է ճակատագրեր։ Դու ուշ չես եկել, դու ժամանակին ես։ Երկնքի ժամանակը չի չափվում մարդկային ժամացույցներով։ Կա անտեսանելի ժմչփ, որը հաշվում է ոչ թե վայրկյաններ, այլ ներքին գործընթացներ։ Եվ երբ քո ներսում ամեն ինչ ավարտվի, արտաքինը բնականորեն կհոսի։ Սպասման ժամանակը ծնել է քո մեջ ինչ-որ արժեքավոր բան, դիմացկունություն։ Դու այլևս չես ընկնում, ինչպես նախկինում։ Դու այլևս ոչնչից չես հուսահատվում։ Սա հասունություն է։ Եվ հենց դրա համար Աստված հիմա կարող է ավելի շատ վստահել քեզ։ Նա տեսնում է, որ դու պատրաստ ես, սպասումն ավարտվել է, բայց դասը մնում է։ Դու սովորել ես վստահել նույնիսկ այն ժամանակ, երբ չես կարողացել տեսնել։ Եվ այդ հավատն այժմ կօգնի քեզ ապրել այն, ինչ նախկինում միայն պատկերացրել ես։ 5. Այնինչ վիրավորել է քեզ 3, հիմա ձևավորում է քեզ նորի համար։ Դու մտածել ես, որ այնինչ կոտրել է քեզ վերջն է, բայց դա վերջը չէր, դա վերականգնման սկիզբն էր։ Ցավը ոչ թե կետ է, այլ ստորակետ, մեծ վկայության մեջ։ Եվ հիմա ավելի պարզ դու կարող ես տեսնել, որ հենց այդ մութ տեղում է սկսվել քո լույսի ծնունդը։ Վերքերը, որոնք դու փորձում էիր թաքցնել, հենց նույնն էին, որոնք քեզ ավելի ուժեղ էին դարձնում։ Այնինչ երեք վիրավորել է քեզ, այսօր սովորեցնում է քեզ ավելի ճշմարիտ սիրել, ավելի հեշտ ներել, ավելի կարեկից խոսել։ Աստված մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է, եւ փրկում է հոգով ճնշվածներին,
Սաղմոս 34:18։ Նա չի կորցնում ցավը։ Յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր հիասթափություն Աստված օգտագործել է որպես գործիք քեզ կոփելու համար։ Ոչ թե քեզ նվաստացնելու, այլ քեզ ավելի մոտեցնելու համար։ Ոչ թե ցավ պատճառելու, այլ ուժ տալու համար։ Եվ եթե այսօր դու ավելի զգայուն ես նրա ձայնի հանդեպ, դա այն պատճառով է, որ սովորել ես եսել նույնիսկ արցունքների մեջ։ Այնինչ թվում էր անեծք, վերածվել է ուսուցման։ Այնինչ թվում էր անարդարություն, դարձել է վարելիք։ Այսօր քեզ մնացել են հետքեր, բայց ոչ պարտություն, այլ հաղթանակի հետքեր։ Դու կենթանի ապացույց ես այն բանի, որ Աստված ցավը վերածում է նպատակի։ Մի ժխտիր քո պատմությունը, այն կօգտագործվի ուրիշներին բուժելու համար։ Այնինչ դու անցել ես, ուժ ունի։ Այնինչ ցավ պատճառել է քեզ, կդառնա բալասան մեկ ուրիշի համար, որովհետև Աստված չի վատնում տառապանքները, նա դրանք փրկagնում է։ Եվ հենց դրա համար է, որ այսօր նա կանչում է քեզ նոր ժամանակի։ Ժամանակ, երբ ցավը այլևս չի լինի քո անձնականությունը։ Այն կլինի միայն այն ճանապարհի մի մասը, որը բերել է քեզ այստեղ։ 6. Դու ժամանակ չես կորցրել, դու արմատներ ես գցել, մինչ սպասում էիր։ Դու կարող ես հետ նայել եւ մտածել, թե ինչու է այդքան երկար տևել։ Կորցրած տարիների, հնարավորությունների եւ ուժերի զգացումը կարող է ծանր սեղմել քեզ, բայց շնչիր։ Ճշմարտությունն այն է, որ այն ժամանակը, որը թվում էր կանգառ, ամենաշատը ամրացրել է քեզ ներսից։ Դու տեղում չես կանգնել, քեզ արմատավորել են։ Կա մի տեսակաչ, որ ոչ ոք չի նկատում, եւ հենց դա է ամենակարևորը։ Ամենաբարձր ծառերը նրանք են, որոնք ամենաշատ ժամանակը աճում են ներքև, նախքան հողը ճեղքելով վեր բարձրանալ է։ Օրհնյալ է մարդը, ով վստահում է Տիրոջը։ Նա կլինի ինչպես ծառ, որ տնկված է ջրերի մոտ։ Երեմիա 17:7-8։ Սա դու էիր։ Մինչ աշխարհը պահանջում էր արագություն, Աստված քեզ սովորեցրեց համբերություն։ Եթե քեզ պետք էր արագություն, երկինքը խորություն էր ուզում, եւ այսօր դու ավելի ամուր ես։ Այսօր ոչ մի քամի քեզ չի տանի։ Եվ սա հոգևոր հասունության նշան է, ոչ թե հետընթացի։ Դու ժամանակ չես կորցրել։ Դու պատրաստվել ես չընկնելու, երբ ամեն ինչ սկսի տեղի ունենալ, որովհետև վատ հենված օրհնությունները վերածվում են ծանրաբեռնվածության, եւ Աստված քեզ չափից շատ է սիրում, որպեսզի տա այն, ինչ դու չես կարող պահպանել։ Հիմա երբ արմատները ամուր են, եկել է նկատելիորեն աճելու ժամանակը, եւ այս աճը մակերեսային չի լինի, այն կլինի կայուն, որովհետև դու ծնված չես վերելքների ու անկումների համար, դու ծնված ես մնալու համար։ Եթե այսօր պատրաստ ես, նշանակում է դու չես բաց թողել քայլերը, դու հարգել ես այդ գործընթացը, իսկ նրանք, ովքեր հարգում են գործընթացը, ստանում են ամբողջական խոստումները։ 7. Կան օրհնություններ, որոնք գալիս են միայն այն ժամանակ, երբ սիրտը պատրաստ է։ Կան բաներ, որոնց մասին դու Աստծուն խնդրել ես արդյունքներով, օրինական ցանկություններ, անկեղծ աղոթքներ, բայց ինչ-որ պատճառով դեռ չեն կատարվել, եւ գուցե մտածել ես, որ Աստված ասել է ոչ, բայց իրականում նա ասում էր դեռ ոչ։ Աստված չի մերժում օրհնությունները չարությունից ելնելով, նա պահում է դրանք ողորմությունից ելնելով։ Տիրոջ օրհնությունը հարստացնում է եւ ոչ մի տառապանք չի բերում։ Առակներ 10:22։ Եթե այն դեռ չի եկել, նշանակում է նա քեզ ազատում էր նախորոք ստանալու ցավից։ Երբևէ տեսել ես, թե ինչպես է երեխան փորձում կրել ավելի ծանր բեռ, քան իր ուժերը թույլ են տալիս։ Հենց դա է Աստված ուզում խուսափել քեզ հետ։ Սիրտը պետք է պատրաստ լինի, բուժված, ամուր, որովհետև այն, ինչ մեզ մեջ կառուցվածք չի գտնում, կարող է մեզ ներսից կոտրել։ Եվ այսօր Աստված նայում է քո սրտին եւ ասում է. հիմա, այո, հիմա դու գիտես, թե ով է սա։ Հիմա դու այլևս չես կախված ուրիշների հավանությունից։ Հիմա դու գիտես, որ ամեն ինչ գալիս է նրանից, բարի է, նույնիսկ եթե երբեմն տարբերվում է նրանից, ինչ դու պատկերացրել ես։ Օրհնությունը ոչ միայն պատասխան է, այլև պատասխանատվություն։ Ահա թե ինչու Աստված նախ ձևավորում է քեզ, ապա տալիս է այն, ինչ խնդրել ես, որովհետև պատրաստ սրտով դու չես կորչի նվաճման մեջ։ Պատրաստվիր, որովհետև օրհնությունները գալիս են, եւ այս անգամ քո սիրտը պատրաստ կլինի ապրել ամեն ինչ հավասարակշռությամբ, շնորհակալությամբ եւ իմաստությամբ։ 8. Ժամանակն է գնալ ուղղվածությամբ, այլևս ոչ կույրորեն։ Երբևէ եղել է զգացում, որ դու շրջում ես շրջանակներով, կայացնում ես որոշումներ առանց իմանալու, թե արդյոք ճիշտ են, զգում ես կորած նույնիսկ հավատի մեջ։ Լավ լուրը այն է, որ սա հետ է մնում, որովհետև Աստված փոխում է խառնաշփոթը պարզության։ Դու չափից երկար ես սպասել, որ մեկը գա եւ փրկի քեզ։ Բայց այսօր Աստված տալիս է քեզ քարտեզ, եւ այդ քարտեզը հոգևոր առաջնորդություն է։
Տերը հաստատում է մարդու քայլերը, երբ նրա ճանապարհը հաճելի է նրան։ Սաղմոս 37:23։ Այսուհետ քո քայլերը կլինեն ամուր։ Սա չի նշանակում, որ ամեն ինչ հեշտ կլինի, բայց նշանակում է, որ դու կիմանաս, թե ուր ես գնում, որ դու կունենաս խաղաղություն, նույնիսկ երբ իրավիճակը անորոշ է։ Եվ սա ամեն ինչ փոխում է, որովհետև նրանք, ովքեր գնում են նպատակաուղղված, չեն հուսահատվում շրջադարձերից։ Դու ստեղծված չես առանց նպատակի քայլելու համար, քո ներսում կա կողմնացույց, Սուրբ Հոգին։ Եվ երբ սովորում ես լսել նրան, նույնիսկ դժվարին ճանապարհները դառնում են հասկանալի։ Նա քեզ տանում է այնտեղ, ուր դու երբեք չես կարողանա հասնել ինքդ։ Այս նոր փուլը պահանջում է նոր կեցվածք, եւ քո միտքը պետք է համընթաց գնա այդ փոփոխության հետ։ Այսօրվանից, նախքան իմպուլսով գործելը, դու կդիմես երկնքին, նախքան վախից որոշում կայացնելը, դու կընտրես հավատը։ Որովհետև հիմա դու գիտես, քեզ առաջնորդում են, դու այլևս կույրորեն չես քայլում, դու գնում ես համոզմունքով։ Եվ նույնիսկ եթե աշխարհը կասկածի, երկինքը շարժվում է քո օգտին։ 9. Փոփոխությունները, որոնք վախեցնում են քեզ, հենց նույնն են, որոնք կազատեն քեզ։ Փոփոխությունները ցավում են, դրանք անհարմար են դարձնում, վախեցնում են, բայց դրանք նաև դռներ են, որոնք բացվում են այն կյանքի առաջ, որի մասին նախկինում նույնիսկ չես կասկածել, որ կարող ես ապրել։ Այնինչ փոխվում է հիմա, որքան էլ անախորժ թվա, գուցե վերջնականապես դուրս կբերի քեզ կանգարի վիճակից։ Աստծուց եկող նորը միշտ չէ, որ գալիս է հարմարավետությամբ, հաճախ այն ուղեկցվում է կորստով, խզումով, դժվար որոշումներով։ Ահա ես անում եմ նոր բան, հիմա այն դուրս է գալիս լույսի։ Իսահակ 43:19։ Երբեմն միայն հետո ես տեսնում, որ դա Աստված էր։ Այն բանից հետո, երբ ամեն ինչ փոխվի։ Դու խնդրել ես փոխակերպում, բայց չես սպասել, որ ամեն ինչ կլինի հենց այդպես։ Բայց Աստված գործում է խորքում, ոչ մակերեսորեն։ Սա ոչ միայն իրավիճակն է փոխում։ Սա փոխում է քեզ։ Սա փոխում է այն, ինչ դու գնահատում ես, ինչպես ես տեսնում եւ ինչպես ես արձագանքում։ Փոփոխությունները վախեցնում են, որովհետև պահանջում են խոնարհություն։ Դա պահանջում է հրաժարվել այն բանից, ինչ հայտնի էր, բայց այլևս չի ծառայում։ Բայց մյուս կողմում հրաժարվելուց հետո կա ազատություն, կա աճ, կա բուժում։ Գուցե հիմա չես հասկանում, բայց ապագայում հետ կնայես եւ շնորհակալ կլինես Աստծուն, որ նա չթողեց քեզ մնալ այնտեղ, ուր ես եղել ես։ Այսօրվա անհարմարությունը հենց այն հրումն է, որ պակասում էր նպատակ մտնելու համար։ Մի դիմադրիր նորին, այն չի եկել քեզ ցավ պատճառելու, այն եկել է քեզ հարթեցնելու։ Ազատությունը, որին սպասում էիր, սկսվում է այս փոփոխությունից։ 10. Ցավը սկիզբն էր հոգևոր հասունության։ Քանի անգամ ցավը ստիպել է քեզ կասկածել հավատին։ Քանի անգամ մտածել ես կանգ առնել պարզապես այն պատճառով, որ այլևս չես կարողանում դիմանալ։ Եվ այնուամենայնիվ դու շարունակել ես։ Սա հասունություն է, սա հոգևոր դիմադրություն է։ Ցավը ճանապարհի վերջը չէր, դա պտղաբեր հող էր, որտեղ քո հավատը արմատները գցել խորքում։ Հենց այնտեղ, տառապանքների մեջ, դու սովորել ես իսկապես վստահել Աստծուն, ոչ թե նրա համար ինչ նա անում է, այլ նրա համար թե ով է նա։ Իմ եղբայրներ, մեծ ուրախություն համարեք, երբ ընկնում եք տարբեր փորձությունների մեջ։ Հակոբ 1:2։ Ուրախություն, այո, որովհետև ցավի մեջ թաքնված են գանձեր։ Դու այլևս այն մարդը չես, եւ գիտես ինչու։ Որովհետև հիմա դու չես հուսահատվում լռության առջև, դու դիրք չես կորցնում սպասման առջև։ Դու գիտես, որ նույնիսկ երբ չես հասկանում, Աստված դեռ վերահասկում է իրավիճակը։ Այս հասունությունը հեշտությամբ չի տրվել, այն արժեցել է արդյունքներ, անքուն գիշերներ, դժվար որոշումներ։ Բայց հիմա, երբ այն հայտնվել է, ոչ ոք չի կարողանա խլել այն քեզնից։ Սա քոնն է, այն քո ներսում է, եւ այն կաջակցի քեզ քո կյանքի հաջորդ գլուխներում։ Այսօր դու այլևս չես փնտրում անմիջական պատասխաններ, դու փնտրում ես իմաստ։ Նա չի ուզում կարճ ճանապարհներ, նրան պետք է ուղղվածություն, եւ սա ամենամեծ հոգևոր ձեռքբերումներից մեկն է, որին կարող է հասնել ցանկացած մարդ։ Ցավը սկիզբն էր, եւ հիմա հասուն հավատը կամուրջ է, որը կտանի քեզ քո ճանապարհի ամենամեծ հրաշքներին։ 11. Այնինչ դու անվանում ես հետընթաց, Աստված անվանում է պաշտպանություն։ Դժվար է ընդունել, որ այնինչ մենք այդքան ուզում էինք, չի տեղի ունեցել։ Երբ դռները չեն բացվում, երբ հարաբերությունները ավարտվում են, երբ հնարավորությունները սայթաքում են մեր ձեռքերից, գուցե մտածել ես, ես ուշացել եմ, բաց թողել եմ իմ շանսը, բայց ոչ, դու չես բաց թողել։ Աստված պաշտպանել է քեզ այն բանից, ինչ դու չես կարողացել տեսնել։ Դու խնդրել ես, որ ամեն ինչ ստացվի, բայց ոչ ամեն ինչ, ինչի մատվում է լավ, իսկապես ծառայում է Աստծուն կողմից նախատեսված ապագային։ Մարդու սիրտը կարող է կառուցել ծրագրեր, բայց ճիշտ պատասխանը գալիս է Տիրոջից։ Առակներ 16:1։
Երբեմն ճիշտ պատասխանը՝ սպասիր, մի մտիր այնտեղ կամ սա քեզ համար չէ։ Շատ դռներ խոստումնալից էին թվում, բայց դրանց հետևում խառնաշփոթ էր։ Շատերը լավ էին թվում, բայց ծանրություն էին բերում։ Եվ քանի որ դու աղոթել ես ուղղորդության համար, Աստված ստիպված էր ասել ոչ, նույնիսկ եթե դա այն ժամանակ քեզ հիասթափեցրեց։ Նա չի մերժել քո աղոթքը, նա պատասխանել է իմաստությամբ։ Այսօր դու տեսնում ես, որ որոշ ուշացումներ փրկել են քեզ։ Դրանք փրկել են քո հուզական առողջությունը, խաղաղությունը, քո նպատակը։ Գուցե դու լաց ես եղել ինչ-որ բանի համար, որ եթե հասներ կհեռացներ քեզ Աստծո ներկայությունից։ Այս գիտակցումն արդեն ազատում է։ Սովորիր գնահատել այն դուռը, որը դեռ չի բացվել, այնպես ինչպես բացվածը։ Որովհետև երբեմն Աստված այնքան է սիրում մեզ, որ չի թույլ տալիս մեր սխալներին տիրել մեզ վրա։ Սա հոգատարություն է, սա հայր է։ Մի անվանիր փրկությունն ուշացում։ Մի հայհոյիր այն ոչերը, որոնք բերել են քեզ այստեղ։ Դրանք քո դեմ չէին, դրանք քո օգտին էին։ 12. Քո անցյալը դպրոց էր, ոչ թե անհաջողության դատավճիր։ Գուցե դու ինքդ քեզ սահմանել ես այն ընկնումներով, որոնք անցել ես, սխալներով, որ գործել ես, ընտրություններով, որոնք այսօր ավելի հասունությամբ այլևս չես կրկնի։ Բայց հիմա հանգիստ հասկացիր սա։ Քո անցյալը դատապարտում չէ, այն դպրոց էր, եւ դու սովորել ես։ Թշնամին միշտ կփորձի օգտագործել քո թերությունները քեզ կատվածահարանելու համար։ Նա կփորձի ասել, որ դու բաց ես թողել քո շանսը, որ այլևս արժանի չես, որ ժամանակն անցել է։ Բայց Աստված պատմություններ չի գրում կատարյալության հիման վրա։ Նա գրում է պատմություններ փրկագնման հիման վրա։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ Բկորընթացիս 5:17։ Երեքն այլևս ուժ չունի։ Ամեն ինչ դու անցել ես, ձևավորել է քեզ այսօր։ Յուրաքանչյուր պարտություն, յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր սխալ, դրանք աղյուսներ էին ավելի իսկական հավատի կառուցման մեջ։ Աստված երբեք չի պահանջել քեզնից կատարյալություն։ Նա խնդրել է անկեղծություն, եւ քո ճանապարհը, նույնիսկ երբեմն կոր, միշտ եղել է այդ ոգով։ Այլևս պետք չէ թաքցնել քո պատմությունը, այն կօգտագործվի, այն կլինի գործիք, այն կլինի վկայություն։ Վերքերը, որոնք դու գրում ես, տկեղ չեն, դրանք գոյատևման նշաններ են։ Դրանք ցույց են տալիս, որ դու ոչ միայն ընկել ես, այլև վեր ես ելել։ Մի թույլ տուր արտաքին կամ ներքին ձայներին փակել քեզ 5 քո տարբերակում։ Դու փոխվել ես, հասունացել ես, եւ սա պետք է տոնել, ոչ թե դատապարտել։ Այնինչ սահմանում է քեզ այսօր, ոչ թե այնինչ դու արել ես, այլ այնինչ դու սովորել ես դրանից։ Անցյալը սովորեցրել է քեզ, բայց այլևս չի խանգարում քեզ։ Այն եղել է դեկորացիայի վայր, այն այլևս չի ղեկավարում քո ողջ կյանքը։ 13. Հիմա ժամանակն է ապրել ակտիվ հավատով, ոչ թե քնած հավատով։ Կա հավատ, որը միայն հավատում է, եւ մյուսը, որը շարժվում է։ Կա հավատ, որը սպասում է նշանների, եւ մյուսը, որը պատասխանում է Աստծո ձայնին, նույնիսկ խավարում։ Այսօր Աստված կանչում է քեզ դուրս գալ пассив վիճակից եւ սկսել քայլել ակտիվ հավատով։ Ժամանակն է դադարեցնել պարզապես երազելը եւ սկսել դիրք գրավել։ Հավատը, որը շարժում է լեռները, նույնն է, որ պահանջում է կոնկրետ քայլեր, որովհետև մենք քայլում ենք հավատով, ոչ թե տեսածով։ Բկորընթացիս 5:7։ Եվ եթե իսկապես հավատում ես, որ Աստված վերահսկում է իրավիճակը, ապա գործում ես ինչպես մեկը, ով վստահում է։ Հավատը զգացում չէ, ամեն ինչ ընտրության մասին է։ Շատ պահեր դու չես կա մոտիվացիա, էմոցիա կամ նշաններ, բայց եթե այնուամենայնիվ վստահում ես, սա կենդանի հավատ է։ Իսկ կենդանի հավատը ծնում է շարժում։ Մի սպասիր մինչև ամեն ինչ պատրաստ լինի։ Սկսիր այն, ինչ ունես։ Ակտիվ հավատը այն է, որ օգտագործում է ձայնը հայտարարելու, միտքը թարմացնելու եւ ձեռքերը կառուցելու համար, նույնիսկ առանց արդյունքը տեսնելու, նույնիսկ առանց բոլոր պատճառները հասկանալու։ Աստված քեզ հետ է, բայց նա մենակ չի անի այն, ինչ դու արդեն ուժ ունես անելու նրա հետ։ Հիմա ժամանակը չէ թաքնվելու, ժամանակն է հայտնվելու, վեր կենալու եւ ասելու. Ես հավատում եմ, եւ այդպես ես գնում։ Հավատը, որը բերել է քեզ այստեղ, հիմա քեզ տանում է նոր մակարդակի, այլևս քնած չէ, այլ կենդանի, համարձակ, տեսանելի։ 14. Աստծուց եկող օրհնությունը ծանրություն չի ունենում, այն ամրացնում է, բայց չի խաբում։ Շատերը շփոթում են նվաճումը արագ շարժման հետ։ Շատերը կարծում են, որ որքան ծանր է այն, այնքան ավելի հոգևոր է թվում։ Բայց լսիր սա. այնինչ գալիս է Աստծուց չի հյուծում քեզ, այն հաստատում է քեզ։ Այնինչ գալիս է նրանից կարող է պահանջել ջանք, բայց երբեք չի առաջացնում խառնաշփոթ, որովհետև Աստված խառնաշփոթի Աստված չէ։ Կորինթացիս 14:33։ Սա նշանակում է, որ երկնքի օրինական օրհնությունը բերում է հաստատում, ոչ թե կասկածներ։ Այն բերում է խաղաղություն, ոչ թե անհանգստություն։ Այն բերում է ուղղություն,
ոչ թե ճնշում։ Եթե ինչ-որ բան ամբողջությամբ հյուծում է քեզ, եթե այն հեռացնում է քեզ քեզնից, եթե ստիպում է լինել այնպիսին, ինչպիսին Աստված չի խնդրել, գուցե սա օրհնություն չէ, այլ շեղում է։ Աստված չի կանչում քեզ նվաճել աշխարհը եւ կորցնել հոգիդ ճանապարհին։ Աստծո խոստումները գալիս են հիմքով, դրանք ձևավորում են քո ինքնությունը, բարձրացնում են քո հոգին, ամրացնում են քո կապը նրա հետ։ Դրանք չեն հեռացնում քեզ էությունից, դրանք մոտեցնում են դրան։ Դրանք չեն վնասում եւ չեն բուժում, դրանք բուժում են սկզբից ի վեր։ Եվ երբ ինչ-որ բան գալիս է երկնքից, պետք չէ ստիպել այն։ Պետք չէ անհույս հետապնդել, որովհետև Աստծո շնորհը առաջ է գնում։ Այն բացում է դռները, կազմակերպում հանդիպումներ, այն բազմապատկում է ուժերը։ Գալիք օրհնությունը կբերի քեզ թեթևություն, ամեն ինչ պարզ կլինի, եւ այն կատարյալ կհամապատասխանի այնպիսին, ինչպիսին դու դարձել ես։ Այն ծառաբեռնվածություն չի լինի, այն կլինի աջակցություն։ 15-րդ Եկել է քո պահը, եւ Աստված պատրաստել է քեզ պահպանելու այն, ինչ գալիս է։ Հիմա, հենց հիմա է ժամանակը։ Ոչ վաղը, ոչ մի քանի ամիս հետո, հենց հիմա։ Ամեն ինչ, ինչով դու անցել ես, զուր չի եղել։ Սա փորձն էր, կառուցումը, կոփումը։ Հիմա վերջապես եկել է ժամանակը ապրելու խոստացվածով։ Բայց հասկացիր հետևյալը. Աստված ոչ միայն կատարում է, նա պատրաստում է։ Նա չի ուզում, որ դու պարզապես ստանաս, նա ուզում է, որ դու պահպանես։ Այսպիսով, այս ամբողջ ժամանակը նա ոչ միայն շարժվում էր դրսից, նա ձևավորում էր ներքինը։ Հզորացեք նրա ոգով ներքին մարդու մեջ։ Եփեսացիս 3:16։ Հիմա դու այլևս չես հենվում էմոցիաների վրա, այլ համոզմունքների վրա։ Հիմա դու այլևս չես քայլում կասկածներով, այլ նպատակով։ Եվ սա ամեն ինչ փոխում է։ Որովհետև երբ ժամանակը գա, պատրաստները կճանաչեն այն եւ վճռականորեն կարձագանքեն։ Դու այլևս այն անվստահ մարդը չես։ Քեզ մոտ վերքեր կան, այո, բայց նաեւ բեռ։ Հուզական ծանրաբեռնվածությունը հանված է, թարմացված միտք, արթնացած հոգի։ Եվ հենց այդպես դու կպահպանես նորը, որ գալիս է։ Մի վախեցիր։ Նույն Աստվածը, որ բերել է քեզ այստեղ, կուղղորդի քեզ հաջորդ քայլերում։ Նա չի սկսում լավ գործ, կիսատ թողնելու համար։ Նա հավատարիմ է մինչև վերջ։ Հիմա բարձրաձայն հայտարարիր հավատով. Իմ ժամանակը եկել է, եւ ես հույս ունեմ այն բանի վրա, ինչ Աստված անելու է։ Եվ ոչ միայն հայտարարիր, ապրիր ինչպես մեկը, ով իսկապես հավատում է, որովհետև սկսած հիմա երկինքը ազատում է քեզ նոր ժամանակի համար։ Եթե այս պատգամը դիպչում է քեզ, խոր շունչ քաշիր։ Մի պահ փակիր աչքերդ եւ շնորհակալ եղիր, որովհետև չնայած դրսում ամեն ինչ դեռ խառնաշփոթ է թվում, ներսում ինչ-որ բան արդեն սկսել է հավաքվել։ Շնորհակալություն, որ մնացիր մինչև վերջ։ Շնորհակալություն, որ թույլ տվիր այս խոսքին մտնել քո սրտում։ Գիտեմ, որ ամեն ինչ լսելը հեշտ չէր, բայց անհրաժեշտ էր։ Եվ եթե հասել ես վերջին, նշանակում է Աստված ինչ-որ իրական եւ խոր բան է անում քո կյանքում։ Հիմա թող իր մեկնաբանություններում վստահության հաստատում։ Դա կարող է լինել պարզապես իմ ժամանակը եկել է, կամ ես վստահում եմ այն բանին, ինչ Աստված անում է։ Սա պարզապես մեկնաբանություն չէ, սա համաձայնության արարք է երկինքի հետ։ Եվ միշտ հիշիր, դու մենակ չես քայլում, երկինքը քեզ հետ է։